Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել։ Արմրու լրատվականին տեղեկություններ փոխանցվեցին, որ վերջին շրջանում աղմկարույց սպանությունների քրեական գործերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն գրություններ է ուղարկում ոստիկանություն, հորդորելով ապահովել կոնկրետ անձանց անվտանգությունը։ Արդյունքում ոստիկանությունը բուն գործերով զբաղվելուց զատ ստիպված է ուժեր կենտրոնացնել սպանությունների գործերով անցնող անձանց, նրանց հարազատների, ինչպես նաև տուժողների ընտանիքների անվտանգության ապահովման վրա, ասել է, թե թիկնազոր է աշխատում։ Ստացվում է, որ աղմկարույց քրեական գործերով հնարավոր վենդետաները կանխելու համար իրավապահ համակարգը հայտնվել է բավականին բարդ եւ անելանելի վիճակում։ Ոստիկանությունը մի կողմից պետք է ապահովի հասարակական կարգը, մյուս կողմից կանխի հնարավոր նոր հանցագործությունները այն համայնքներում, որտեղ սպանություններից հետո կրքերը դեռ չեն հանդարտվել։ Եվ այսպես, Արմնուր լրատվականին հայտնի դարձավ, որ իրավապահները այս օրերին ապահովում են Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամոս բնակավայրում 4 ժամվա ընթացքում 4 անձի կյանք խլած սպանության գործով կալանավորված ՔՊ անդամ ներկայացած Թադևոս Հովհաննիսյանի հարազատների անվտանգությունը։ Մայիսի 6-ին էլ հայտնի դարձավ, որ սպանության փորձ էր կատարվել Կոտայքի մարզի քաղաքացիական պայմանագիր կուսակցության շտաբի պետ Գևորգ Սարգսյանի նկատմամբ։ Ըստ արկատեղեկությունների հանցագործությունը կատարած անձիկ Հայաստան են ժամանել Բելարուսի Հանրապետությունից։ Ներկա պահին ոստիկանությունը կրկին ուժեղացված հսկողություն է իրականացնում Գևորգ Սարգսյանի շուրջ եւ ամբողջ օրվա ընթացքում ոստիկաններն ապահովում են նրա անվտանգությունը։ Լարված իրավիճակ է նաև Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կրքերը դեռ չեն հանդարտվել։ 2.5 տարի առաջ տեղի ունեցած կռիվը վերածվել էր սպանության եւ ներկայումս Շենիկում ոստիկանները հսկողություն են իրականացնում ինչպես սպանության գործով կալանավորվածի, այնպես էլ տուժողների հարազատների նկատմամբ հնարավոր վենդետան կանխելու համար։ Նույն պատկերն է նաև Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից արդեն 8 ամիս է անցել։ Սակայն Մերձավանում ոստիկանությունը շարունակում է անվտանգություն իրականացնել սպանության գործով կալանավորված անձանց եւ ենթադրյալ կատարողների տների մոտակայքում։ Նպատակը նույնն է՝ կանխել հնարավոր նոր մարդասպանությունը կամ վրեժխնդրության փորձը։ Այսպիսի օրինակները կարելի է շարունակել։ Աղմկարույց սպանությունների գործերով մի շարք համայնքներում իրավիճակը շարունակում է լարված մնալ, իսկ ոստիկանությունը ստիպված է ոչ միայն հետաքննել եւ սպասարկել քրեական գործերի շուրջ ստեղծված իրավիճակը, այլև փաստացի կանխել նոր բախումներն ու հնարավոր վենդետաները։ Թեև Փարաքարում դա հնարավոր չեղավ։ Վալոդիա Գրիգորյանը սպանվեց։